Իրանական հանգուցյալ լուծումը Հայաստանի ներքաղաքական process-ի հետ որևէ առնչություն ունի։ Այո, Ինչ ունի։ հանգուցալուծումներ լինի։ Դե Իրանը մեր հարևան պետություն, ինչ որ չափով գերտերություն, զսպող միջոց որոշ չափով հակազդող կամ զսպող ավելի ճիշտ է։ Ռուսաստանի հետ դաշնակից, ԱՄՆ-ի հետ հակասությունների մեջ, ԱՄՆ տարածաշրջանում իր հետաքրքրություններն ունի եւ այդ հետաքրքրություններն ասում են Հայաստանի տարածքով, հետեւաբար Իրանի հետ պատերազմի ավարտի ելքը կարող է ազդել Հայաստանում ընտրությունների վրա։ Այսինքն այդ հանգուցալուծման հետ կառնչվի նաև թրիփի ճակատագիրը։ Դե ես դրա հետ եմ կապում առնչությունը, որովհետեւ ենթադրենք ԱՄՆ, չգիտեմ, պարտվեց եւ տարածաշրջանից գնաց։ Ինչ է լինելու թրիփի ճակատագիրը եւ այն երաշխիքները, որ Տրամպը Եթե իրանական պատերազմից դուրս է գալիս ԱՄՆ-ն, Իսրայելը մնում է այդ պատերազմում, դա թրիփը Իսրայելինը չի, Իսրայելին ձեռնտու չի թրիփը, ընդհանրապես իրեն պետք է որ իր տարածքով լոգիստիկ այդ ճանապարհները անցնեն, հետեւաբար Իսրայելը ոչ մի առանձնապես մեծ շահագրգռվածություն չունի այդ առումով, բայց նույնիսկ եթե ունենա, մենք գիտենք Ադրբեջանի նկարտումները կախված Սյունիքով ճանապարհի վրա իր իրավասությունների ընդլայնման հետ, հա, այսինքն ինքը մեծ ախորժակ ունի այդ առումով եւ եթե մենք ընդունում ենք, որ այս պահին Ադրբեջանի ախորժակը զսպողը ԱՄՆ-ն է, ապա թեորիապես քիչ հավանական է, բայց ձեր հարցի պատասխանը այդտեղ է, եթե բացասական ԱՄՆ-ի համար բացասական սցենարով զարգանա, ապա ինչու ոչ։ Այդ դեպքում, ասեք, հայկական ընտրությունների որ արդյունքը կբխի Բաքվի շահերից։ Ես կուզեի, որ մենք հայկական ընտրությունների հայկական շահերից բխող արդյունքների մասին խոսենք, որովհետև Բաքվին չի հետաքրքրում Հայաստանում ինչպիսի ավարտ կունենա։ Չէ, Բաքվին հետաքրքրում է իհարկե, Բաքվին իդեմս գործող իշխանությունների, Բաքուն ունի ասենք գործընկեր, ասենք գերի, ասենք համագործակցության պատրաստ կողմ, ասենք քիչ ռիսկային կողմ, ինչ ուզում եք ասեք, բայց գործող իշխանությունը գոնե այս փուլում Բաքվի, քանի դեռ ԱՄՆ-ի վիճակը անհասկանալի է։ Քանի դեռ կա օգոստոսի 8-ի համաձայնագիր։ Այո, Ադրբեջանին այդ առումով ձեռնտու է շարունակել օգոստոսի 8-ի համաձայնագրի շրջանակներում փորձել ավելին ստանալ, քան կարող է, բայց այլ զարգացումների դեպքում անկանխատեսելի է։ Իսկ Ադրբեջանին կարծում եմ հատկապես այս փուլում, երբ որ ինքը խնդիր ունի աշխարհին ցույց տալու կամ ապացուցելու, որ Ադրբեջանի կողմից Արցախի գրավումը դա եւ արցախցիների տեղահանումը դա զուտ տարածքային ամբողջականությունը վերականգնելուն միտված քայլ էր եւ ոչ մի ցեղասպանական գործողություն չի իրականացրել, իրեն այս փուլը պետք է։ Հայաստանի նախընտրական ներկայիս բանավեճը, ինչին մենք այսօր օրինականատես ենք լինում, ինչ տպավորություն է թողնում։ Հայաստանում, եթե շատ կարճ պատասխանեմ, չկա քաղաքական դիսկուրս, չկա։ Իհարկե չկա, քաղաքական հեռանկար, այսինքն քաղաքական ծրագիր, տնտեսական հեքիաթների մասին չեմ խոսում, որ այսքան ակտորակռիվը ինչի մասին է։ Այդ ակտորակռիվը հանրության գոյաբանական վախերի վրա խաղալով ձայն փախցնելու մասին է։ Երբ որ ձեզ ասում են, որ մենք չգանք ձեր համար վատ կլինի, այն մեկն էլ ասում է, որ մենք չմնանք ձեր համար վատ կլինի, այսինքն երկու դեպքում էլ վատ կլինի, այդ 50-50-ա, հա, այսինքն այդտեղ դա զարգացման
տեսլականի քաղաքական ծրագրի, բովանդակության, քաղաքական մտքի դրա մասին, այսինքն սուբյեկտայնանալու, սուբյեկտայնության մասին որևէ խոսք չկա։ Հետևաբար ասել, որ այդ ընտրությունները քաղաքական են եւ դրանք ինչ որ Հայաստանին լավ հեռանկար են սպասվում այդ ընտրությունների արդյունքներով, ես թերահավատ եմ։ Դա հայտնի է, գործողը խաղաղության դրոշով է եկել այս ընտրություններին։ Գործող իշխանությունը եկել է խաղաղության դրոշով։ Ընդդիմադիրներն ինչ են հակադրում դրան կամ ինչ են առաջարկում։ Նայեք, այնպես չի, որ իրանք ասում են մենք եկանք պատերազմ ենք անելու, դուք ընտրեք խաղաղությունը թե պատերազմը։ Իրենք ասում են մենք ենք խաղաղություն։ Այդ կոնցեպտը ձեռնտու է գործողին այդպես տարանջատել, հա, խաղաղություն թե պատերազմ։ Ինչ կարող է առաջարկել քաղաքական ուժը, որը 8 տարի ծախողել է ամեն ինչ, եւ այսօր ընտրությունների առաջ պետքա մի ձևով փորձի ներկայանալ։ Բացի խաղաղությունը այլ բան չկա, այսինքն այդ մի բառը, որը կարող է առաջարկվել։ Ոչ, դա էլ իհարկե կարող է եւ իրական է, այսինքն գոյություն ունեցող աշխարհաքաղաքական զարգացումների տեսանկյունից գուցե թե դա իրոք տեղ ունի, բայց դա չի Հայաստանի զարգացման միակ եւ այն եզակի բանաձևը, որը պետք է առաջարկել։ Լավ, Հայաստանի զարգացման համար կայունություն պետք չէ։ Իհարկե պետք է կայունություն։ Վստահելիություն պետք չի, որ ժամանակը աշխատում է Հայաստանում։ Հիմա նայեք, մենք խոսում ենք եւ դրա գրավական երկու կողմն էլ առաջարկում է խաղաղություն։ Մեկը ինչ որ իր ձևով որ կողմը երկրորդը նկատի ունեք։ Դե հիմնական դաշտում խաղացողները, լավ, այսպես ասենք։ Դրան հասնելու ճանապարհները տեսնում են տարբեր կերպ։ Մի կողմը տեսնում է արևմուտքի այդ ինտեգրացիայի եւ տրիպի ու այդ զարգացման ճանապարհով, մյուս կողմը դա համարում է վտանգավոր եւ տեսնում է Ռուսաստանի հետ ինտեգրացիայի, այսինքն քաղաքական դաշտը երբեղկված է եւ էական ազդեցություն ձայն ունեցող ուժերի մեջ այս երկու բանաձևն է արևմուտքի հետ խաղաղություն թե արևելքի հետ խաղաղություն դրանք Հայաստանի սուբյեկտայնացման Հայաստանի հեռանկարի հետ շատ քիչ կապ ունեն զախողվեց չեղավ չէ դե մարդիկ համոզված չեն որ դա այդպես է իրենք կարծում են որ այդ բոլորի մեղավորը գործող իշխանություններն են, որոնք չկարողացան օրինակ Ռուսաստանի հետ ճիշտ բանակցել, ճիշտ մարտավարություն ընտրել, ճիշտ համագործակցության եզրեր գտնել։ Չէ, ես չեմ կարծում, որ դա այդպես է։ Իհարկե 18 թվականի իրադարձությունները խիստ անդրադարձան հայ-ռուսական, այսպես կոչված դարավոր բարեկամության վրա, Կրեմլը ոչ մի կերպ չէր կարող ընդունել, որ հնարավոր է ժողովրդի ընդվզման ճանապարհով իշխանություն ձևավորվի իր ազդեցության տակ գտնվող երկրներում, իսկ մենք այդպիսին էինք, եւ բնական է, որ Նիկոլ Փաշինյանը որպես այդպիսին, որպես հեղափոխությամբ իշխանության եկած առաջնորդ, լիդեր, ղեկավար, ընդունելի չէր կարող լինել Կրեմլի կողմից, որովհետև դա կբերեր անկանխատեսելի հետևանքների այլ երկրներում նույնպես։ Եվ այն ամեն ինչը, ինչ տեղի է ունեցել 18 թվականից ի վեր, մասնավորապես կապ ունի նաև այդ աշխարհայացքի այդ մոտեցման հետ։ Անցել է 8 տարի, հիմա էլ է այդպես մտածում։ Դե ծայրահեղ վարչապետը մեկնում է Մոսկվա։ Այո, ես կարծում եմ, որ սեփական սխալների վրա այնուամենայնիվ հնարավոր է սովորել եւ Ռուսաստանը տեսնելով, որ այնուամենայնիվ շանս չունի Հայաստանում իր ուզած մարդկանց դնել իշխանության գլուխ, կարող է գալ հայտարար Նիկոլ Փաշինյանի հետ եւ վարել այնպիսի քաղաքականություն, որը շարունակի բխել Ռուսաստանի շահերից եւ աստիճանաբար հետ մղի արևմտյան նկրտումները մեր երկրում։ Ռուսաստանի համար կենսական է Հարավային Կովկասը, որովհետև տնտեսական եւ քաղաքական ազդեցությունը
շատ մեծ տարածքի վրա է բաժանվում եւ մեծ հաշվով հարավային Կովկասը գտնվում է արևմուտքի արևելքի հատման կետում որպես լոգիստիկ եւ որպես քաղաքակրթական, որպես մշակութային հանգույց։ Եվ նա, ով կարողանում է այս տարածքը պահել իր վերահսկողության տակ, նա եւ մերձավոր արևելքն է կարողանում ազդել այնտեղ տեղի ունեցող գործընթացների վրա եւ միջին արևելքը եւ հեռավոր արևելքը եւ Եվրոպան, այսինքն շատ էական աշխարհագրական դիրք է եւ ես կարծում եմ Ռուսաստանի համար կենսական նշանակություն ունեցող աշխարհագրական դիրք եւ տնտեսական եւ քաղաքական առումով այդ դիրքը վտանգված է գործող իշխանության պահպանման դեպքում, թե նոր ուժի դեպքում պետք է։ Ես չի ասի, որ այդ դիրքը վտանգված է գործող կամ հնարավոր փոփոխությունների դեպքում։ Մի դեպքում է վտանգված այդ դիրքը, եթե Հայաստանում ձևավորվի այլընտրանքային գաղափարական ուժ կամ ուժեր։ Այն եղած դաշտը, որը կա եւ այն եղած քաղաքական մշակույթը, որի կրողն են հանդիսանում գործող ուժերը, դրանք ոչ մի կերպ հարցականի տակ չեն դնում այլ երկրների ազդեցությունը Հայաստանի վրա։ Այսինքն դա արևմուտքը կլինի, արևելքը կլինի, իհարկե Եվրոպան, եթե Ուկրաինայի համար չի մտել ուղիղ պատերազմի մեջ պաշտպանելու Ուկրաինային, որովհետև իր կենսական շահերը կային այնտեղ, ապա Հայաստանի համար վստահաբար դա չի անելու։ Եվ եթե գործը հասնի ուժային լուծման, իսկ դա հնարավոր է, ապա նման ագրեսիայի դեմ միայն ինքնորոշված հանրույթը կարող է պայքարել։ Իսկ մենք չունենք այդպիսի հանրույթ գոնե այս պահի դրությամբ։ Դրա համար կարծում եմ ոչ գործող, ոչ նախկին, ոչ էլ ապագա այդ ուժերի, հնարավոր ուժերի ներկայությունը Հայաստանի կառավարման ղեկին որևէ լուրջ վտանգ չի ներկայացնում իրանից Ռուսաստանի համար։ Այո, կան ուժեր, որոնց հետ Ռուսաստանը ավելի հեշտ եւ իր շահերի տեսակետից ավելի արդյունավետ կգործի, քան մյուսների, բայց ես վստահ եմ, որ այն մյուսների հետ էլ ինքը այդպես առանձնապես մեծ խնդիր չի ունենա։ Ռուսաստանի ամենամեծ խնդիրը Ուկրաինայում է։ Եթե ընդդիմությանը հաջողվի մեկ միասնական ճակատ ձևավորել, կարող է հասնել իշխանապահություն։ Ընդդիմություն ասելով ում ենք հասկանում, իշխանությունից բացի մնացած բոլորը հավաքվում։ Ինձ էլ ձեզ էլ նույն ցանկն է հայտնի, չէ՞ առայժմ։ Թե անակնկալներ էլ կան։ Չէ, դե այն ինչ որ մեզ հայտնի է, դա դեռ չի նշանակում, որ այդպես է դաշտը, այսինքն մեզ հայտնի ընդդիմությունից որոշները կարող են բարձվել իշխանամետ, մեզ հայտնի ընդդիմության տարբեր ճամբարներից որոշները կարող են բարձվել, որ լուրջ հակասություններ ունեն, որոշները կարող են միավորվել, այսինքն ես որպես այդպեսին չեմ տեսնում միասնական ընդդիմություն, ասենք դրան, չնայած դա գործող իշխանությունների դեմ։ Չէ, ես պարզ տրամաբանությամբ եմ առաջնորդվում։ Եթե բոլորը հայտարարում են, որ մեր նպատակը այս իշխանությունից ազատվելն է, ճիշտ է։ Այո։ Այդ նպատակը չի կարող միավորել բոլորին։ Կարող է, բայց ովքեր են այդ բոլորը, այդ ամբողջ հարցը։ Այդ բոլորը, որ մենք ասում ենք, ուրեմն նպատակն է կեղծ։ Դե բա ես էլ եմ ասում, եթե Հայաստանում չկա որևէ մի ուժ, որը առաջարկի հստակ Հայաստանի այսպես զարգացման հայեցակարգ տեսլական, ես տնտեսական չեմ, ես ասում եմ քաղաքական, քաղաքակրթական, չկա այդպիսի ուժ, հետևաբար, եթե երկու ուժերի մեջ արևմուտք եւ արևելք, այդտեղ ոչ թե ընդդիմությունը կամ գործող իշխանությունն է հաղթում, այլ թե ժողովուրդը որքանով ինքը իրեն կհամոզի գնալ դեպի արևմուտք կամ գնալ, այսինքն համոզի էլ չէ, որ վախերը կգերիշխեն, որ կողմի տրված արգումենտները այդ վախացնելու ավելի հիմնավոր կլինեն։ Ես կարծում եմ այն թեզը, որը կա արևելքի այդ խմբի մեջ կամ արևմտյանին հակառակ
խմբի մեջ, որտեղ դա այնպես չի, որ հստակ բոլորը արևելքի կողմնակից են որպես արտահայտվում։ Այնուամենայնիվ ինքը կենսունակ չի։ Այսինքն մենք ունեցել ենք պատերազմ, որի հանգամանքները դեռևս շատ մեծ հարցականի տակ են դնում նույն արևելքի հետ մեր անվտանգության հնարավոր համագործակցությունը։ Մենք այնտեղ իրավական լուրջ խնդիրներ կա այդ եթե համախմբումը լինելու է անձերի շուրջ, իսկ մենք անձերը գիտենք ովքեր են այդ անձերի եւ իմիջի եւ իրավական կարգավիճակի եւ հազար հարց կա խոսելու մինչեւ ինչքան ժամանակ է հնարավոր արհեստական բանականությամբ տեքստեր գեներացնել, կարծում եմ մի օր կարիք է լինելու խոսել եւ դա խնդիր է լինելու։ Հայաստանում գործող իշխանությունը ձևավորվել է ընտրությամբ։ Հաստատում եք դա։ Այո, միանշանակ։ Ժողովրդական ընտրությամբ։ Այո, մեր մոտ էլեկտորալ ժողովրդավարություն է, այսինքն ընտրությունները միակ բանն են, որ մեծ տեղի են ունենում ժողովրդավարությանը մոտ ինչ որ։ Չէ, ես չեմ խոսում մեր պատմության մասին։ Չէ, վերջի ընտրություններն էլ նայեք, ժողովրդավարությունը միայն ընտրությունը չի։ Ժողովրդավարությունը նաև ժողովրդավարական ինստիտուտներն են։ Մեր մոտ դրանք չկան, հետեւաբար ընտրությունները ժողովրդավարին մոտ են, բայց դա չի կարելի ասել, որ մենք ժողովրդավար պետություն ենք։ Դե բերեք ավելի բարձունակ խոսենք, բարձ խոսենք, բարձունակացնենք մեր խոսույթը։ Մարդը գնում է ընտրության առանց պարտադրանքի կամ առանց որևէ այլ միջամտության։ Մարդը գնում է ընտրության վախերից ելնելով։ Վախերից ելնելով, բայց ինքն է գնում ընտրության, չեն տանում։ Ինքն է գնում, այո։ Ես դուք հասկանում եք իմ ակնարկները։ Հա, միանշանակ, պարտադրանք որպես այդպեսի չկա։ Կան հոգեբանական ինչ-որ խնդիրներ, որոնք սրվում են։ Չէ, կա քարոզ, որը կարող է շեղել մարդկանց։ Քարոզ է, դա ընտրողի մեղքն է, քարոզին ինչքանով է տրվում, ինքը չի տրվում։ Այդքան էլ ընտրողի մեղքը չի միայն, բայց այո։ Հիմա ես գնանք առաջ։ Հաջորդն էլ այդպես ինձ սպասում։ Այսինքն Հայաստանը դուրս է եկել այն երկրների շարքից, որտեղ ընտրությունները կանխորոշված են։ Ոչ, Հայաստանը դուրս չի եկել այդ երկրների շարքից։ Դրա համար մենք ունեինք էլեկտորալ այն շարքում է, որտեղ Ռուսաստանն ու Ադրբեջանն է։ Նայեք, Վրաստանի նման ժողովրդավարության բարձր ցուցիչ ունեցող երկիրը հետ գլորվեց եւ հիմա Բրիտանիայից ինչ որ պաշտոնյա էր վերջերս բավականին բարձր չեմ հիշում ով էր, ասաց, որ Վրաստանը գնում է ավտորիտար համակարգի ձևավորման ճանապարհով։ Այսինքն, այն որ 18 թվականին եղել է ժողովրդական ընդվզում, այն որ 21 թվականին եղել են ընտրություններ, որի ժամանակ պարտադրանք չի կիրառվել ուղիղ ընտրողի նկատմամբ, դա դեռ չի նշանակում, որ 26 թվականի ընտրությունները լինելու են ավելի ժողովրդավար, քան 21-ինը եւ առավել եւս 31-ինը լինելու են ավելի ժողովրդավար, քան 18-ինը եւ մնացածներ դրանից հետո։ Այսինքն դա երաշխիք չի։ Դա ցուցիչ չի, որովհետեւ նորից եմ ասում, մենք որպես հասարակություն, ինստիտուցիոնալ տեսանկյունից մենք ընտրական էլեկտորալ ավտորիտարիզմից անցել ենք էլեկտորալ ժողովրդավարության, այսինքն իրենք շատ մոտ եւ շատ նուրբ եզր ունեցող տեղեր են, կետեր են։ Մենք հետ գլորվելու շատ մեծ վտանգ ունենք հետ գլորվելու, հատկապես եթե այն ինչ խոստանում են եւ գործող ընդդիմությունը եւ գործող իշխանությունը այն է սահմանադրական փոփոխություններ անել, բայց սահմանադրության մեջ չփոխել վարչապետի սուպերլիազորությունները։ Դրանք ուղիղ ճանապարհ են հետ գլորվելու ավտորիտար համակարգի։ Իհարկե կան որոշակի շանսեր, որ այդ հետ գլորվելը տեղի չի ունենա, բայց դրանք էլ էլի մեր քաղաքական մտքի հասունության արգասիկ չեն լինելու, այլ օրինակ, եթե Եվրոպայի հետ ինտեգրացիա լինի, հնարավոր է, որ Եվրոպան պարտադրի
այդ կետերը փոխել, իսկ դրանք օրինակ 31-ի ընտրություններից հետո փոխեն, այսինքն մի հատ էր սահմանադրական հանրաքվե իրականացնեն, ես սցենարներ եմ ասում, որ հնարավոր է լինեն, հնարավոր չէ, բայց եթե այնպես չգնա, որը մեր համար որպես ժողովուրդ լավագույն սցենարը կլինի, ապա այո, մենք ամենայն հավանականությամբ նորից կգլորվենք դեպի ժողովրդավարությունից ավտորիտարիզմ։